Բարի լույս բոլորին, բարի լույս և բարի առավոտ։ Ագել հետևորդներ ջան, ուրեմ ինչ եմ անում, հելել եմ մի քիչ մաքրություն եմ արել տները, բայց դեռ հաց չեմ սարքել, ասի մի հատ այս գիլաս քաղենք, ուրեմ վաճառքի գիլասա, հիմա հələ տեսեք ինչքան լավն է, ինչքան լավ է, բայց տիտիկները ավիրում են շատ, դե իրանց բաժինն են ուտում, թող ուտեն, իրանք էլ ուտեն, հիմա ուզում ենք հավաքենք, այս քանի օրա ձեռ չենք տվել, ասենք թող լավ կարմրի, ու եղանակն էլ անձրևային, առավոտը սառը եղանակ, քամի, հեսա հիմա տղայիս հետ կհավաքենք, դե բոլորը սենց չենք հավաքելու ժողովուրդ ջան, պետք է սենց հատիկ, այս կարմիրները երևի կհավաքենք, այն ռոզվիները կթողենք, վաղը, եթե եղանակը տաք է լինում, շուտ էլ Այսօր ջրի օրել է, ծառերն էլ են ջրում, ժողովուրդ։ Թութն էլ չի կարմրում, Այսենց պիտի քաղենք, այսենց պիտի քաղենք, նայի, տերևն էլ հետը քաղեցի, ամպոկի, բայց հասել է, երեկվա համեմատ, հələ արև չի տեսել, բայց սիրուն գիլաս է, շատ սիրուն, քաղցր, եկա խոհանոց մի հատ կոֆե տանեմ, գելասի ծառի տակ կոֆե խմենք, այստեղ էլ լոբի եմ դրել վրեն, աղցանի համար, դեսիս շատ է, հարգելիներս, ուրեմ
կվերցնեմ, կթողնեմ կսարի, կդնեմ սարցարանում, էլի պետք կգա։ Էսի արդեն էփած է, անջատեմ, ջուրը թափեմ, կթողնեմ կսարի, մի քիչ կօգտագործեմ։ Աղցան կպատրաստեմ բազուկով, գազարով մնացածն է սարցարանում։ Այստեղ կոֆեն բաժակներն էլ դնեմ, գնամ այգի։ Այստեղ է ելակը մնացե, առավոտյան եմ լվացե, առավոտ շուտ որ արթնացել եմ, ելակով խմել եմ, կոֆես, էսը մնացել է, գնամ կոնֆետ էլ բերեմ, դնենք կողքը, հենց են սինիով էլ կտանենք դուրս։ Են մի վեդրոն, դեղին վեդրոն, ուրեմ ժողովուրդ քաղել ենք, էդ ինչ գիլաս ենք քաղել, նկարած գիլաս, հեսա ցույց կտամ, որ գնամ այգի, ես մի ամանն էլ տանենք նորից, տենանք կարողանանք, սենց ամբողջությամբ լցնենք, ինչ անեմ, ես էլ որ դնեմ էստեղ, չէ շուր կտամ, մեջը կոֆեն էլ վերցնեմ ու գնամ։ Հավեսին գիլասը։ Ես մի հատը հանենք։ Հեսա, այս մասերը նայ, այս վերևա մասերը։ Գետին, պիտի վերցնեմ, այսենց, ստեղ էլ կա, թաքնված, Բայց փորձում ենք, որ կարմիրը հավաքենք, հայ, այս էլ ստե, առողջ, այս ամանն էլ լցրեցինք, հիմա ուզում ենք մի հատ էլ սենց տեսնենք կարանք, մի հատ էլ սենց վեդրո լցնենք, բայց այս պահին ժողովուրդ ջան գինը չգիտեմ ինչքան են տանում, ոնց են տանում, ընդհանրապես տեղյակ չեմ, քաղել են, մենք քաղել ենք, ուզել են, որ գան տանեն, բայց չգիտեմ, ինչքանով, ոնց,
Սենց եկել եմ մի հատ էլ ուրեմն ինչ ցույց տամ։ Էսի կարտոշկեն է, նոր սկսել է ծաղկելը։ Նայեք, էսի ծաղկել է արդեն, բայց դե ընդհանուր չի ծաղկել, պետք է լրիվ ծաղկի, ծաղիկները թափի, որ նոր կարողանամ հանեմ։ Այս խաղողի տերևները պետք է հավաքեմ, այն կողմի վրա էլ ունեմ, այն կողմի վրա էլ ունեմ հավաքելու։ Ուրեմն սացիլներս արդեն խփել եմ, տեսեք 2 առու պոմիդորա, նորից լրացում եմ արել, ուրեմն ասում ժողովուրդ ջան, բորբոր կար։ Էսի 3-րդ լրացումն է, որ տալիս եմ, բորբորը կտրում էր, դեղ ենք լցրել, բայց հələ որ չեմ զգում, տարբերություն չեմ զգում։ Տեսնենք, այս 2 առուն, երկար առուն, ուրեմն պոմիդորա, այստեղ բադրճանը, էս պետրուշկեն, չէ, պետրուշկա չէ, կներեք, հարաբուզը պետք է հավաքեմ, այսօր եկուց եմ անում, չեմ հասցնում, էսի թազա ցանած համեմն է, այն էլ պետք է հանձեմ, ստեղ էլ ուրեմն լոբի եմ ցանել, ժողովուրդ ջան, նոր դուրս է գալի, հաջողությունով, այս անձրևները շատ հետ գցեց, հավն էլ ձյուացե, տեսեք ինչ մեծ ենա գցե, ընդամենը մի հատ ձյուացում ու այսենց, տեսեք, այստեղ էլ ռեհանա, մաքրել եմ խոտերը, նոր ցիտրոն եմ մի քանի հատ բերել, նորից խփել էստեղ, այն էլ սենց ամուսինս ջուրը բացեց, լողացրեց, այս ջուրը կքանվի, նոր ցիտրոնները երևի կբարձրանան, հələ նայեք, լրիվ պարկել են, բայց խոտը մաքրել եմ, լավ խոտ կար էստեղ, այսպես էլի, ես էլ ծանոթ կլինի, ժողովուրդ ջան, ես էլ թթվի համար է, այսի ռուսներն են շատ օգտագործում, Ռուսաստանում են շատ օգտագործում, արմատները, իրա տերևները թթվի մեջ են օգտագործում, այսպես, հիմա այստեղից դուրս գամ, հեսա Էլենս էլ դպրոցից կգա, հատ էլ գյոջա քաղեմ, գյոջա ուտեմ, ծառավս հագեցնեմ, գնանք ցույց տամ, ուրեմն կարալյոկի ծառը, 2 հատ էլ կարալյոկի ծառ ունենք, այս տարի նոր հաջողությունով ծաղկում է, այսի 3-րդ տարին է, տեսեք ինչ սիրուն ծաղկել է, բայց չգիտեմ այսքան բերք կտա, թե կթափի, սրանք կոչվում է մարգա խնձոր, փոքր խնձորներ են, էսի աշնանային խնձոր է, շատ համով, էսի շաքար խնձորն է, ոչինչ էլի լավ է, բռնել է, հայմատած մնացած մրգերի, խոտերը մաքրել ենք, մաքուր, Ափսոս շատ չի այս տարածքը, որ շատ բան, օրինակ ուզեի, որ բամյացանեի, նորից բազուկ տանգեի, բայց այն բազուկը, որ տենում եք ժողովուրդ ջան, այք հարավուզի կողքը, էսի երևի կկտրեմ, կհանեմ, սա անցած տարվա է, նորից այդքան հատվածը նորից կցանեմ, որովհետև սիրում եմ ես, տապակած բազուկ շատ եմ սիրում, Այս մեկն էլ է կարալյոկի ծառ, սրա ծաղիկները ավելի շատ են, ավելի շատ, այս փոքր ծառը ամբողջությամբ այսպես ծաղկել է, այս տարի անպայման կունենանք կարալյոկ,
Այստեղ էլ ուրեմն մի հատ լավ վարդ ունեի։ Նայ կրակագույն վարդ, հա։ Ամուսինս խոտը մաքրելուց սիրուն էս էլ սենց սիրուն հնձում է։ Բայց ոչինչ, կողքերից ինձ թվում է շատանա։ Սենց հելնենք ես կողմը։ Եկա։ Ես էլ գյուղի ջուրն է։ Ուզում եմ սա էլ նկարեմ, տեսնեք։ Թուղսնա իր ճուտիկների հետ ուրեմ ասեմ 11 հատ ձու էի դրել, 9 հատը հանելա, 2 հատը չէ։ Էսի երրորդ օրն է, հիմա մի 2 օր էլ կպահեմ մոր հետ, հետո կառանձնացնեմ ճուտիկներին, որովհետև նորից ունեմ թուղս դնելու, ժողովուրդ, մի հատ էլ հավկա, որ պետքա թուղսա ուզում նստի, ուղղակի էսի որ զբաղացրել է, չեմ դնում, այստեղ փակ է տարածք, ուզում եմ այստեղ դնեմ, էլ ճուտիկները դիզի լավն են։ Մաման ջղայնանում է, որ եկել է մոտիկ, էլ տեսիկ, ոխ, ուրեմն 11 հատ դրել եմ, որից 2-ը հեսա կարմիր ճտեր են, մնացածն էլ 7 հատն էլ սև են։ Ոխ, ինչ լավն է, ժողովուրդ, նայք, կարում եմ, որ տեսնեք, ամեն ինչի փոքրը լավ, ամեն ինչի, նայք։ Բերեմ նոր ջուր լսնեմ, մաքուր ջուր լսնեմ, շշուր ջուր եմ լսնում ու ասեմ հարգելի հետևորդներ ջան, ձու չեմ տալի, 1 օրեկան կեր եմ տալի, հենց այդ որ արդեն ձուն հանել, ուզում եմ ասեի, որ ծնվել են, այդ ձուն որ հանել են, արդեն հաջորդ օրը 1 օրեկան կեր եմ առել, 1 օրեկան կեր եմ տալի, ծնվել են։ Հարգելի հետևորդներս, սա էլ մեր գյուղի կյանքը, ես սիրում եմ, շատ եմ սիրում մեր Արմանջ գյուղը, չգիտեմ, ամեն ինչով էլ առավել Արմանջ գյուղը, իր ջրերով, իր բերքու բարիքով, իր համու հոտով, դե սա էլ գյուղի կյանքը, պետք է անես, արարես, ստեղծես, որ ունենաս, ինչ-որ բան ավելացնես, ինչի չէ։ Այսպես, այսօր էլ այսպես մի գեղեցիկ հոլովակ որոշեցի նկարեմ, մեր այգին, դե գիլասը քաղեցինք արդեն տղաս տարավ, հեսա շուտով թութը կքաղենք, դե ասացի չէ, որ թութը հետանգ է, թութը պետք արդեն քաղեինք, բայց ոչինչ, կքաղենք, դե բնության դեմ չենք կարա, շատ անձրևներ, ցուրտ, հիմա էլ տեսեք առավոտյան արթնացել եմ, նորից երկարատև եմ հագել, որովհետև սառնա դրսում։ Այսօր էլ էսպես, իմ լավ հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ասեմ, սա էլ մեր գյուղի կյանքն է, բայց ամենակարևորը թող մարդու օրը առավոտյան, որ արթնանում է, միշտ լսի լավ լուրեր, օրը բացվի, արևոտ, պայծառոտ, չգիտեմ, լավ տրամադրությամբ, լավ լուրերով ամենակարևորը և թող բոլորիս օրը լինի անփորձանք և բոլորս լինենք առողջ, ամենակարևորը, թե չէ, չգիտեմ, որ առողջություն չլինի, չգիտեմ, վատ բաներ, որ լսում ես, տրամադրությունը տնկնում է, նեղվում ես, կապ չունի, անկախ նրանից, ճանաչում ես, չես ճանաչում, բարեկամա, անծանոթա, միշտ ես ինքս այսպիսին է, միշտ որ լույսը բացվում է, ասում եմ Աստված ջան, օրը թող բարի լինի, բարի լուր լսենք, լավ լուր լսենք, որ մեր օրը, մեր առօրյան սկսենք ուրախ, սկսենք աշխուժ, չգիտեմ, ես այսպիսին եմ, ինչ եմ ուզում ասեմ ժողովուրդ ջան, թող բոլորիս օրը լինի հաջողակ, բոլորս լինենք առողջ, եթե լինենք առողջ, հաջողակ, ամեն ինչն է լավ կլինի, ինձ թվում է։ Եկել եմ այսին պուպուշներից կողա, ճուտիկներից պրծա, հիմա էլ եկել եմ այստեղ,
Ուզում եմ երևի այսքանով էլ ավարտեմ, հարգելի հետևորդներ ջան։ Շատ գործեր ունեմ, դեռ հաշ չեմ սարքել, սա ինձանից չի, որ ես առավոտյան արթնանամ ու գազօջախի կողքը չլինեմ, բայց ոչինչ, թեթև մի այսպես թեթև ուտեստ կպատրաստեմ, կուտեն, հետո ընթացքում կտեսնեմ ինչ կպատրաստեմ։ Մի հատ էլ մանուշակներս ցույց տամ ձեզի։ Բոս, տեսեք, միջուտիկ է սրանք են։ Դե երևի այսքանով էլ ավարտեմ եւ ձեզ բոլորիդ ասեմ շնորհակալություն մեկնաբանությունների համար, իմ լավ հետևորդներ ջան, շնորհակալ եմ ձեզանից եւ ամենալավն ի բարին ձեզ բոլորիդ, ցտեսություն բոլորիդ։ Ես էլ գնամ անցնեմ իմ գործերին, որովհետեւ սենց որ նայում եմ շատ գործեր ունեմ հարգելիներս։ Մինչ վաղը։